Նվիրում այս խորագրի ներքո երաժշտական յուրահատուկ երեկո է տեղի ունեցել Գյումրիում։ Հարազատ քաղաքին նվիրված համերգային ծրագիրը մեկ բեմում համախմբել էր Գյումրու սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական երաժշտության խորհրդանիշներից մեկը՝ կանոնը։ Դասական եւ ազգային հնչյունների համադրությամբ երաժիշտները հանդիսատեսին ներկայացրին երաժշտական մի ճանապարհորդություն, որն արտահայտում էր սեր, երախտագիտություն եւ նվիրում հայրենի քաղաքին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ կրթություն ստացած երիտասարդ երաժիշտն իր ավարտական համերգով եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական կատարողական արվեստի լավագույն ավանդույթները շարունակվում են նոր սերնդի կողմից։ Այսօր պետք է իմ ասպիրանտը ավարտի եւ այդ նպատակով է մեր համերգը եւ քանի որ ես իմ հարազատ քաղաքում եմ, ուզեցի եւ մեր պետական սիմֆոնիկ նվագախմբի համար այդ ծրագիրը ներկայացնեմ եւ իմ ավարտական ասպիրանտը ներկայանա իմ ստեղծագործություններով հեղինակային եւ մեր շատ սիրելի նվագախմբի ուղեկցությամբ։ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին։ Այսօր իհարկե համերգային ծրագիրը ինքնին շատ հետաքրքիր է, քանզի համատեղվել է դասական նվագախումբ եւ ժողովրդական գործիք ստեղծագործությունները Ծովինար Հովհաննիսյանինն են եւ նվիրում երևի արդեն իսկ պարզ է անվանումից, որ դա իր նվիրումն է իր գործունեությամբ, իր ստեղծագործություններով, իր գործին, իր արվեստին։ Ասպիրանտի համար այս համերգը պարզապես ելույթ չէր, նրա խոսքով ամենամեծ պարգև ուսուցչի հետ նույն բեմում հանդես գալու հնարավորությունն էր, իսկ առավել հուզիչ էր այն, որ երեկոյի յուրաքանչյուր ստեղծագործություն կրում էր իր վարպետի Ծովինար Հովհաննիսյանի ձեռագիրը։ Ես վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանի սանն եմ եւ հենց շատ ուրախ եմ, որ մի բեմում գտնվելու եմ հենց նրա հետ։ Երանելի պահեր եմ այս պահին ապրում։ Խորագիրը լիովին արտացոլվում էր նաև բեմում, որպես երախտագիտության, հարգանքի եւ ստեղծագործական շարունակության խորհրդանիշ։ Համերգը վերածվել էր սերունդների ստեղծագործական երկխոսության, միավորելով վարպետին եւ նրա սանին նույն բեմում, միևնույն երաժշտության շուրջ։ Այսօր շատ բացառիկ համերգային երեկո է սպասվում, կարծում եմ, գյումրեցի հանդիսատեսի համար։ Երեկո, որ կրում է նվիրում խորհուրդը եւ շատ մեծ իսկապես իմաստ կա այս բառի մեջ։ Նվիրումը պարգևում է իհարկե մեր երիտասարդ տաղանդավոր կանոնահարուհի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ եւ այսօր արդեն բարձրագույն եւ կատարողական ստեղծագործական վարպետություն դասընթացի շրջանավարտ Դիանա Վարդանյանը, ով նվիրում է իր այս համերգային երեկոն, ես կարծում եմ թե Գյումրիին, թե իր անփոխարինելի դասախոսին։ Աշակերտի եւ ուսուցչի ստեղծագործական ճանապարհները կրկին խաչվեցին Գյումրու բեմում։ Հատուկ համերգին մասնակցելու համար Միացյալ Նահանգներից ժամանած երաժիշտը ներկայացրեց մի ստեղծագործություն, որը գրվել էր հենց իր համար։ Հնչեց կանոնահարույների տարիների լռությունը։ Անկեղծ ասած շատ մեծ ոգևորությամբ եւ անհամբերությամբ սպասել եմ այս համերգային ծրագրին եւ այսօր մեծ սիրով պիտի Դիանայի հետ նվագեմ տարիների լռությունը, որը Տիկին Հովհաննիսյանը հատուկ գրել է ինձ համար։ Բարձր արվեստի, երախտագիտության եւ ստեղծագործական շարունակության խորհրդանիշ դարձած համերգն ավարտվեց երկարատև ծափահարություններով, իսկ բեմից հնչած յուրաքանչյուր ստեղծագործություն իր հետ տարավ մեկ պարզ ուղերձ։ Ամենամեծ նվիրումը սերն է դեպի արվեստը, ուսուցիչը եւ հայրենի քաղաքը։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։